Ադրբեջանական զորքերը հենց մեր տան դիմացի Սարին էին, ու ես ընտանիքիցս տեղեկություն չունեի։ Վերևից ԱԹՍ-ն հարվածել է ու 8 և 10 տարեկան հարազատ եղբայրները զոհվել են։ Եղբայրս այնտեղ էր, մի քանի հոգի գերեվարվել են։ Նրանց տեղափոխել են Բաքու, հայրիկս եղբորս գտել է ռուսական ռազմաբազայի։ Ադրբեջանցի մի զինվոր մոտեցավ ինձ նայեց, ծիծաղեց ու լցրեց գիրկս, ավելի լավ է սոված լինես, քան թշնամու ձեռքից մի կտոր հաց վերցնես։ Ես Ալոնա Գաբրիելյանն եմ, ծնվել եմ Արցախի Ասկերանի շրջանի Զառնաղբյուր գյուղում, 18 տարեկան եմ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո Զառնաղբյուրը ևս սահմանամերձ էր, հարակից Վազգենաշեն գյուղը Ադրբեջանի տիրապետության տակ էր։ Ադրբեջանական զորքերը հենց մեր տան դիմացի Սարին էին։ Գյուղում արդեն դժվարացել էր անասնապահությունը, նաև հողագործությամբ զբաղվելը, նրանք անընդհատ կրակում էին մարդկանց վրա, ինչպես նաև կրակում էին յուղի վրա։ Դպրոցականների համար մեքենա էին տրամադրել, որ մեր գյուղից կողքի գյուղ գնան, այդ մեքենայի վրա են կրակել, բայց էլի համակերպվել էինք, արդեն սովորական էր դարձել։ Լուր մենք գոյատևում էինք, անգամ դիմանում էինք սովին, մահեր էին գրանցվում Արցախում բլոկադայի ժամանակ, դեռ չծնված երեխաներ կային անգամ չէինք մտածում Արցախից դուրս գալու կամ առհասարակ գյուղից դուրս գալու մասին։ Կարևորը մենք մեր տանն էինք, մեր հայրենիքում։ Սեպտեմբերի 3-ին տեղափոխվել էի Ասկերանի շրջանի Այգեստան գյուղ, այնտեղ ուսումը շարունակելու նպատակով, սեպտեմբերի 19-ին հենց դպրոցում էի, 3-րդ դասաժամներին հիշելով ու տեղեկացանք, որ հնարավոր է պատերազմ լինի, արդեն այդպիսի շշուկներ էին պտտվում, տան ճանապարհին արդեն պատերազմը սկսվել է, ու ես ընտանիքիցս տեղեկություն չունեի, ծնողներս Ստեփանակերտ։ Հիվանդանոց էին եկել այդ օրը, հարազատ եղբայրս մնացել էր գյուղում, 15 տարեկան էր, տան կողքի սարում անասուններն էր պահում, երբ լսեց ռմբակոծության ձայները, միանգամից իջավ տուն, անգամ իր շորերը չէր հագել, պապայի դրսի շորն էր հագել ու գնացել հորեղբորս տուն։ Գյուղացիների մի մասը հավաքվել էին հորեղբորս տանը, այնուհետև գյուղապետը ասաց, որ պիտի հավաքվեն ապաստարանում, բայց քանի որ ապաստարան չկար, հենց մեր տան դիմացը կա ընկուզենի, այդ ընկուզենի տակ են հավաքվել, որպես փրկության օղակ ձորի մեջ էր հենց այդ ընկուզենին, մտածում էին, որ այդտեղ ապահով է։ Միանգամից վերևից ԱԹՍ-ն հարվածել է ու տեղում զոհեր են եղել, 15 հոգի վիրավորվեցին, այդ թվում մի քանի ամսական երեխա, 6-7 տարեկան երեխաներ, 8 և 10 տարեկան հարազատ եղբայրները Միքայելը և Նվերը զոհվել են, իրենց մասին դեռ տեղեկություն չկար, նրանք մնացել էին գյուղում, երբ արդեն պետք է փրկարարական ճոկատամտներ գյուղ, այնտեղի մնացած բնակիչներին հանելու նպատակով գտել են հարազատ եղբայրների դերը։ Մի քանի հոգի էլ տենց թեթև վիրավորումներ են ստացել, տեղափոխվել են Արևիկ մանկական բուժմիավորում, նաև հորեղբայրս, հայրիկիս ընկերը վիրավորում են ստացել, տեղափոխվել էին հանրապետական հիվանդանոց։ Եղբայրս այնտեղ էր, իր ընկերը նույնպես զոհվել է։ Դավիթ Ալեքսանյանը 2008 թվականի ծնված։ Երբ արդեն հստակ որոշված էր, որ ես պետք է գնայի Այգեստանի դպրոց, այնտեղ սովորելու նպատակով, գյուղի երեխաներին հավաքեցի գյուղի աղբյուրի մոտ, խարույկ կազմակերպեցինք,
Դավիթը ասաց հենց բլոկադան ավարտվի, այս նույն տեղում պետք է սեղան գցենք ամբողջ գյուղացիներին հավաքելու համար։ Իր տատիկն էլ ասաց, որ ես ձեզ կօգնեմ անպայման, կերակրատեսակները ես եմ պատրաստելու։ Այդ հույսով ես տեղափոխվեցի Այգեստան, որ գալու եմ ու բլոկադան ավարտված է լինելու, բայց ցավոք Դավիթն էլ իր տատիկն էլ զոհվել են պատերազմում։ Գլխի հատվածում ծանր վիրավորում էր ստացել, հետո որ տեղափոխել են հիվանդանոց, այնտեղ մահացել է։ 3-4 ավտոմեքենայով ինչքան հնարավոր էր վիրավորներին, երեխաներին տեղափոխեն, տարել են մոտակայքում գտնվող ռուսական ռազմաբազա, որտեղից էլ տեղափոխվել են արդեն Իվանյանի ռազմաբազա։ Բայց շատերից տեղեկություն չկար, մտածում էին, որ դրսից օգնություն կգա, դուրս կգան, 3 օր հետո արդեն տեղեկացանք, որ մի քանի հոգի գերեվարվել են եւ տարել են Բաքու, այնուհետեւ այդ գերիների մի մասը հետ են վերադարձել։ Հորեղբորս կինն էլ էր գերեվարվել, նրանց տեղափոխել են Բաքու, այնտեղ նրանց լավ չեն վերաբերվել, չնայած ցույց էին տալիս, որ լավ են վերաբերվել, բայց չէ, առողջական խնդիրներով էլ են մարդ վերադարձել։ Տեսախցիկի առջև նրանց լավ էին վերաբերվում, մի կտոր հաց էին տալիս, բայց տեսախցիկից այն կողմ անգամ հարվածում էին նրանց ու կապ չուներ իրանց դիմաց կին էր կանգնած թե տղամարդ։ Հայրիկս եղբորս գտել է ռուսական ռազմաբազայից։ Պատերազմից առհասարակ չի խոսում, իր կողքին էլ չեն կարողանում խոսել։ Սեպտեմբերի 25-ին բենզինի պայթյունից մենք էլ ունեինք զոհեր, մեր համագյուղացին, ընտանիքի լավագույն բարեկամը, մեր հարևանը, ինքն էլ զոհվեց պայթյունում ու 17-ամյա եղբայրս, քեռուս տղան, ինքն էլ զոհվեց։ Քանի որ լուրջ ունեինք նրանցից, մնացինք մի լուր գտնելու, բայց ապարդյուն էր, դուրս եկանք նրանց ընտանիքի հետ միասին սեպտեմբերի 27-ին։ Ճանապարհը ծանր էր, սոված, մութ, անձրևների տակ, մինչև Հակարի զգում էինք, որ հայրենիքից դուրս ենք գալիս, բայց վերադարձի հույս կար։ Հակարի կամուրջը անցնելուց հետո հույսը չասեմ սպանվեց, բայց մարեց, ինչ-որ չափով մարեց հույսը։ Հակարի կամուրջ երբ հասանք, մեքենայի իմ կողքի պատուհանը բաց էր։ Ադրբեջանցի մի զինվոր մոտեցավ ինձ ու հաշվեց քանի հոգի ենք մեքենայում, բերեց բնական հյութեր եւ նմանատիպ բաներ, ասեց վերցրու, ասացինք չենք ուզում, ինձ նայեց, ծիծաղեց ու լցրեց գիրկս, Հակարի մի քիչ անցանք ու ես այդ ամբողջը շպրտեցի, ավելի լավ է սոված լինես, քան թշնամու ձեռքից մի կտոր հաց վերցնես։ Այն թշնամու, որ սպանեց քո հարազատ եղբորը, քո արյունակցին։ Ես ունեմ գիրք գրած վերքի ու ելքի երկիր վերնագրով, միշտ ամեն վերք տեսնելուց հետո ես ելքեր էի փնտրում, բայց սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո գրքի լավատեսությունը շրջվեց։ Հայրիկս 1992 թվականին կորցրել է իր հորեղբորը, հարազատ եղբորը, տունը, նորից տուն է կառուցել, որտեղ մեծացել եմ ես, իմ քույր եղբայրները, նորից տուն կառուցել, նորից հետքան ստեղծել, հետ նայել, մտածել,
ամեն ինչ ցավոտ է։ Տատիկիս, պապիկիս գերեզմանները այնտեղ են, որ եղբորս գերեզմանը, տունը մեր ստեղծած ամեն ինչը գյուղում մնաց, անգամ տանը վերջին հրաժեշտ չտվեցինք։ Բանալի, գոնե բանալին լիներ մեր ձեռքին, որ վերադարձի հույսը չմարեր։ Իմանայինք, որ այնտեղ տուն ունենք։ Ամեն օր քնում ու արթնանում եմ Արցախում։ 10-ի ժամանակ Արցախում եմ։ Տուն եմ գնում, Արցախում եմ։ Ամեն օր Արցախում։ Ես կարոտում եմ Արցախը ու շատ եմ ուզում նորից վերադառնալ։ Այնտեղ ինձ եղբորս շիրմաքարն է սպասում։ Ինքը զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ու արկավորվեց Եռաբլուրում, այնուհետև նորից տեղափոխեցինք Այգեստան, հայրենիք ու մնաց Արցախ։ Եթե վերադարձի հնարավորություն լինի ու ադրբեջանական զորքերը Արցախում չլինեն, առաջին վերադարձողներից մեկը ես կլինեմ։ Այս պահի դրությամբ մենք Հայաստանում ենք ու այս պահի դրությամբ էլ չենք մտածում Հայաստանից դուրս գալու մասին։ Մենք Հայաստանի մի մասն ենք ու պիտի լինենք հայրենիքում։ Եթե ոչ մենք, ապա ով լինի հայրենիքում։